Առաջն Աստված։ Աստծո առաջնորդությամբ է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը մտնում հերթական դատական նիստին։ Գյումրիում պաշտոնավարման առաջին ժամկետների ընթացքում 22 գույքի ապօրինի օտարման համար մեղադրվող Վարդան Ղուկասյանը ու որդին առաջին անգամ են տեսախցիկների առաջ Սպարտակ Ղուկասյանի շուրջ նոր իրավական քաշքշուկից հետո։ Պատմեք ձեր երեխաների ներկայությամբ եղավ հոգեբանական ինչ վիճակ էր։ Նախորդ շաբաթվանից տնային կալանքում է Սպարտակ Ղուկասյանը ըստ պաշտոնական մեղադրանքի հարկադրանքի կիրառմամբ շորթման համար։ Իրանք պիտի վախենալ, մենք վախենալու բան չունենք։ Վարդան Ղուկասյանը համոզված է, որ որդու նկատմամբ հարուցված գործը քաղաքական է։ Ինքը ոչ տեսել է, ոչ քննարկել է, ոչ խաբար է, ոչ էլ այդպիսի բան կա։ Հերթական գործ կարելու բանը սկզբունքը։ Որդուն վերագրված արարքը ծիծաղելի է անվանում քաղաքապետ Ղուկասյանը։ Ըստ նրա ինչ-որ անպետք խճակարի պատմություն է հորինվել որդուն թիրախավորելու համար։ Փողոց են կառուցում, թե ինչ են կառուցում, այդտեղից ինչ որ խիբար մի բան հավաքում տանում թափում են տաշտերը։ Յանի բանը իմտեղ ես ասել է տարեք լցրեք այստեղ ծիծաղի առարգայելի։ Իրավապահների ուշադրության կենտրոնում առաջին անգամ չի հայտնվում Սպարտակ Ղուկասյանը լրագրողների այս հակադարձմանը Ղուկասյանն արձագանքում է, թե որդու բոլոր քրեական գործերն են անհիմն եղել։ 4-րդ անգամն է իմ որդու ստանում պահում են ու բաց են թողնում, որ փաստերը իրականությանը չի համապատասխանում։ Իմ որդիս կրակն է ինքը իր հոր ձեռքը, որ ասենք իր հերը չի գնում պետության հետ, հասկացար, համագործակցության ու ներքին կարգով ստուկած չի դառնում, այլ պաշտպանում է ժողովրդի հայրենիքի շահերը։ Իրեն մեղսագրվող արարքներն են անհիմն պնդում է քաղաքապետը։ Ըստ Ղուկասյանի իրեն դատում են, որովհետև ավերիչ երկրաշարժ տեսած քաղաքում մարդկանց հողատարածքներ է տվել բնակարաններ կառուցելու համար։ Որ յուրաքանչյուր դատավոր, յուրաքանչյուր դատաիրավական ոլորտի ներկայացուցիչ, եթե իրանց հանձնարարական են տալիս, իրանք պետք է դառնան ասեն, գիտեք ինչ կա, ախր այնելու բան չէ, սա չի լինի, ոնց անենք։ Կփոխվի այս ամեն ինչը, բայց դրանից հետո մենք ինչ պետք է պատասխան տանք։ Հետո դուք ձեր աշխատավարձի համար մարդկանց տները քանդում եք, դուք Աստծուց չեք վախենում։ Իր ու որդու շուրջ իրավական այս գործընթացների արդյունքում հնարավոր է Ղուկասյանը հրաժարվի քաղաքապետի պաշտոնից, հետաքրքրում է լրագրողներին։ Ղուկասյանը կտրուկ է արձագանքում, ԿՊԱ-ականները չեն հասել Գյումրու քաղաքապետի Բաղձալի աթոռին, հիմա էլ չեն հասնի։ Ուրեմն ես այդ տեսակը չեմ, ես դրանք բոլորը գիտեմ։ Այդ կանել առողջություն, այդ կանել ողորտ աղջիկը փրշտաց, ուրեմն ես այդ տեսակը չեմ, վախեցողների չեմ, ինչ ուզում է անեն, ոնց Ղուկասյանը վստահ է, դեռ շատ է ցավեցնելու քաղաքացիական պայմանագրին։ Հիշեք, ընտրվելու եմ, ինչ կան առաջադրեմ, այնքան անցնելու ենք, սա հիշեք։ Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստին քաղաքապետի բացակայելու արգելքը վերացրել է հակակոռուպցիոն դատարանը ու կիրառել 5 միլիոն դրամ գրավ։ Ալբերտ Սերոփյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։